Պարոն Հարությունյան, վերջին ամիսներին հանրությունը ակտիվորեն քննարկում է հոգեվարականների նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդումները, մամուլը հաճախ գրում է, որ ԱԱԾ-ն հոգեվարականների գործերով ոչ թե որպես դասական քննչական մարմին է, այլ որպես քաղաքական լծակ, ինչքանով է թույլատրելի ԱԱԾ-ի ներգրավվածությունը նման գործերում եւ արդյոք փակ քննական ընթացակարգերը չեն հակասում արդար դատաքննության իրավունքի միջազգային չափանիշներին։ Տեսեք, ցավոք սրտի ներկայիս մեր իրականության մեջ մենք ականատես ենք լինում, որ իրապահ ողջ համակարգը լծված է մեկ անձի սպասարկելուն, մեկ անձի A կետից B կետ տեղափոխվելուն, մեկ անձի ինչ-որ fake պատարակներին մասնակցելուն եւ ցավալի է, որովհետեւ իրապահ համակարգը ոչ թե իր սահմանադրական գործառույթն է իրականացնում, մենք բազմաթիվ, ինչպես դուք ասացիք, բազմաթիվ նյութեր ենք տեսնում լրատվականներում, որ իրապահ համակարգի աշխատակիցները նախօրոք գնացել են, ինչ-որ գործողություններ են արել, կարծես թե դարել են սպասարկող ինչ-որ մի աղանդի հոգևոր ծեսերը կատարելու համար, դա չափազանց վտանգավոր տենդենց է, վտանգավոր առաջի հերթին, որ իրապահ համակարգը ոչ իր սահմանադրական գործառույթն է անում, երկրորդ հերթին ցավալի է, բայց արժեզրկվում է իրենց դերը, հարգանքը, դիրքը, հեղինակությունը հասարակության մեջ եւ երրորդն էլ ծանրաբեռնված լինելով նմանատիպ գործողություններով, այսինքն մենք տեսնում ենք, չէ, օրինակ ցանկացած կիրակի, արդեն վերջի շաբաթներին ամեն կիրակի ինչ ծավալի աշխատանքներ է կատարվում ընդամենը այդ աղանդավորական ծեսը ի կատարածելու համար եւ այդ նույն ժամանակահատվածում չզբաղվելով իրենց հիմնական գործառույթներով անուղղակի կերպով կարծես թե խթանում են հանցավորության շատացմանը, իսկ մենք ամբողջ օրն ենք լսում, թե ինչ բազմաթիվ դեպքեր են լինում եւ չգիտեմ դանակահարությունները եւ թմրադեղի շատանալը եւ այլն բազմաթիվ անցագործության դեպքեր, որովհետեւ այն անձինք, այն ինստիտուտները, որոնք պետք է զբաղվեին դրա դեմ, զբաղված են այլ բանով։ Այստեղ նաև հարցից մեջ կար հատված, որ խոսում են մասին, որ փակ քննական ընթացակարգերը արդյոք չեն հակասում արդար դատաքննությանը եւ այդ դատաքննության իրավունքի միջազգային չափանիշներին։ Տեսեք, այլևս վաղուց մենք արդար դատաքննություն չունենք, հատկապես քաղաքական գործերով, մենք տեսնում ենք խտրական արդարադատության ցայտուն դեպքեր, մենք տեսնում ենք անմեղության կանխավարկածի կոպիտ ցայտուն խախտումներ եւ ակնկալել ներկայումս արդար դատաքննություն ողջամիտ չեմ համարում այլևս եւ պարզ է, որ այս ճանապարհով Հայաստանը եթե նույնիսկ ինչ-որ ակնկալիք կա ժողովրդավարության, այլևս կարող ենք ասել, որ մեծ քայլերով գնում է դեպի բռնապետություն եւ նորից եմ կրկնում ակնկալել արդար դատաքննություն այն տոտալ ճնշումների ժամանակ, երբ որ դատավորներ են ձերբակալվում, դատավոր է կալանավորվում նրա համար, որ ոչ իշխանահաճո որոշում է կայացնում, կհիշեք Ռոբերտ Քոչարյանի հետ կապված, այլևս հույս պետք չէ ունենալ, որ կարող է ինչ-որ մի քաղաքական հետապնդման գործով արդար դատական որոշում լինի։ ԿՊԱ-կան պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը շաբաթներ առաջ ասել էր, որ ԱԱԾ-ն հավաքել է կոմպրոմատներ հոգեվարականների վրա եւ ովքեր չեն ուզում խայտառակ լինել, պետք է կատարեն իշխանության կամքը։ Այս հայտարարությունը որքանով է օրինական։ Միանշանակ այս հայտարարությունը պարզ է, որ օրինական չի, կամ այստեղ շանտաժի տար մենք կարող ենք տեսնել եւ ստացվում է, որ ինչ-որ ապօրինի կերպով նյութեր են հավաքվում եւ ապօրինի կերպով տրամադրվում են իշխանական պատգամավորներին, կամ այս ամենը սուտ է եւ երկու դեպքում էլ պետք է իրապահ մարմինները առաջի հերթին իրենց հեղինակության համար, երկրորդ հերթին այս դեպքը կանխելու համար գործողություններ անեն, կարծում եմ գնդակն իրենց դաշտում է եւ բայց միևնույն ժամանակ ձեր նախորդ հարցինի շարունակություն որպես ակնկալել որևէ գործուն քայլ այս դեպքի հետ կապված ներկայիս վարչախմբի օրերին անիմաստ է։ Նաև տեղեկացանք, որ Միքայել Սրբազանի առողջական վիճակը մտահոգիչ է եւ արդարադատության նախարարն ասում էր, որ քրիտիկական վիճակ չկա, ինչպես է գնահատում իշխանության նման վարքագիծը։ Գիտեք, եթե առողջապահության նախարարը իրավաբան է մասնագիտությամբ, դա դեռևս չի նշանակում, որ արդարադատության նախարարն էլ կարող է բժշկական ինչ-որ եզրակացություններ տալ, ողջամիտ է իր ասածը թե ոչ, չեմ համարում, որ
հիմնավոր է, որովհետև դա բժիշկների դաշտում է եւ որքանով պաշտպանական խմբից Արա Զորաբյանի հայտարարությունից, Գառնիկ Դանելյանի հայտարարությունից պարզ դարձավ, որ միանշանակ առողջական լուրջ խնդիր կա եւ ինչ որ վարչական քաշքշուկներով, բյուրոկրատական քաշքշուկներով ձգձգում են կամ ինչ որ իրենց համար ոչ ցանկալի հիվանդանոցներ չեն ուզում ուղարկեն, բայց պարզ է, որ այս դեպքում մենք խնդիր ունենք մարդու կյանքի առողջության իրավունքի կոպիտ խախտման հետ։ Նորից եմ կրկնում, Արդարության նախարարի որոշելիքը կամ մեկնաբանելու հարցը չի այստեղ։ Շարունակվում են նաև Ֆագրատ Սրբազանի եւ մյուսների գործը, այս ընթացքում իշխանությունները ձեր գնահատմամբ կարողացել են բերել փաստեր, որով կարող էին ապացուցել, որ զանգվածային անկարգություններ կամ ինչպես իրենց քարոզչական նպատակներով իրենք են ասում, ահաբեկչություն էր նախապատրաստվել։ Տեսեք, անձամբ ներգրաված լինելով որպես Ֆագրատ Սրբազանի գործով պաշտպան, միանշանակ կարող եմ հաստատել, փաստել, որ ի սկզբանե այս գործը շինծու էր, այս գործը ամբողջությամբ կարված է, որևէ փաստարկ չկա, որ քերորեն հետապնդելի արարք է նախատեսվել կամ կատարվել 18 արդարների կողմից, Բագրատ Սրբազանի կողմից մասնավորապես, այս ամբողջը fake ինֆորմացիա էր եւ սկզբնական շրջանում, եթե իրենք մեզ գաղափարելով նախաքննական գաղտնիքով փորձում էին ինչ շինծու մտքեր, ինֆորմացիաներ տարածելով փորձել հանրության մոտ կարծիք ձևավորել, հաջորդ թիվ, երբ որ մեր փաստաբանական խմբի կողմից այդ ամենը արդեն հնարավորություն ունենալու դեպքում ապացուցվեց, ցույց տրվեց, որ այդ ամենը կեղծ է, միևնույն է շարունակում են իշխանական պատգամավորներ, նույնիսկ ցավալի է իրապահ համակարգի ներկայացուցիչներ, այս կեղծ ինֆորմացիան փորձել հրամցնել, մատուցել հասարակությանը եւ գիտեք, եթե sense փորձենք օրինակով բերել, կհիշեք, մենք ենք մեր սայրը ֆիլմում, երբ որ նստած քննարկում էին, կարելի ասել մտագրող էին անում, ինչպես հիմա հայտնի է ընդունված, այն դատախաղի ժամանակ, երբ որ զրուցում էին Շերենցը, մյուսը եւ ասում էին մենք ենք Ավստրիան է եւ այլն, ես վստահ եմ, որ ներկայիս իշխանության պարագայում իրապահ համակարգը այդ խոսույթն էլ, այդ խոսակցությունն էլ կմեկնաբաներ որպես միջազգային ահաբեկչություն։ Ընդհանրապես մարդկանց խոհանոցային խոսակցությունները էպիզոդիկ կտրելով, ինչ որ մեկնաբանություններ տալով, մոնտաժելով կամ ինչ որ ոչ թե մոնտաժելով, այլ ինչ որ կոնտեքստից կտրված խոսքը ցույց տալով, բերում են մեկնաբանում են, որ այս ամենը եղել է, չգիտեմ, զանգվածային անկարգության կամ ահաբեկչության նախապատրաստում, բայց երբ որ դու փաստերով հիմնավորում ես, որ դա կտրված է, որ եկեք ամբողջ կոնտեքստում հասկանանք, իրենք ոչ միայն չեն արձագանքում, այլ նաև շարունակում են պնդել նախորդիվ իրենց ասածը, փաստորեն կեղծելով եւ ստելով։ Հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն այցելում է հոգեվարականների եւ փորձում ստիպել նրանց, որ այդ կիրակի օրվա պատարակներին վեհապարի անունը չտան, որին այցելում է Փաշինյանը։ Այս գործելակերպը ինչպես է գնահատում եւ այն ինչ կապ ունի իրավական պետության հետ այս process-ը։ Ձեր ասածը որևէ կապ չունի ոչ իրավական, ոչ ժողովրդավարական պետության հետ։ Այդ ամենը առաջի հերթին սահմանադրության կոպիտ խախտում է, որովհետեւ սահմանադրությամբ արձանագրված է, որ եկեղեցին եւ պետությունը անջատ են։ Այդ ամենը ապօրինի է եւ եթե դա համապատասխանում է իրականությանը եւ չնայած այնքան շատ է ինֆորմացիան եւ այնպիսի մենք գործողություններ ենք տեսնում, մենք տեսնում ենք որոշակի սրբա։ Այո, եւ գիտեք, սա նորից իմ ասածն է հաստատում, որ ցավալի իրականության մեջ ենք ապրում, երբ որ իրավապահ համակարգը լծված է կատարելու ապա զգային, չգիտեմ, հակա եկեղեցական, հակահայկական ինչ որ գործողությունների եւ պարզ է, որ այդ ամենը տանում է Հայաստանը դեպի թուլացման, այդ ամենը տանում է ավելորդ գնալով լարվածության եւ ցավալի է, բայց պետք է ընդունենք, որ առաջի հերթին դա հարևան երկու երկրների շահի սպասարկում է, որովհետեւ մենք տեսնում ենք, որ նույն Փաշազադեի հայտարարություններից պարզ է դառնում, որ եկեղեցու դեմ ոտնձգությունները առաջի հերթին ցանկալի են հարևան երկու երկրների համար։